Ես պետք է ասեմ, որ ընդամենը այսպես ասած ընդդիմադիր արևի տակ հայտնվելու կամ գերակշիռ դեր ունենալու պայքար է սա ընդամենը եւ այս երկու ուժերը փորձում են պարզապես ցույց տալ իրենց էլեկտորատին, որ իրենք են հիմնական ընդդիմությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան նախապատրաստական աշխատանք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որտեղ որ երկու ուժերն էլ փորձում են դիրքավորել որպես միակ կամ հիմնական առնվազն ընդդիմություն եւ այստեղ ավելի շատ ես տեսնում եմ իհարկե Սերժ Սարգսյանի դերակատարությունը, որը հենց դա է փորձում անել, ցույց տալ, որ ինքն է իրական պայքար մղողը Նիկոլ Փաշինյանի դեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ եւ իրեն է, որ պետք է վստահվեն, այսպես ասած, հակաիշխանական ձայները։